Արսեն ջան, շաբաթդ ոնց է անցել, անցած շաբաթ չէիր եկել, հələ պատմի լսեմ, տենամ ինչ կա չկա։ Հասկանում ես, այդ ներվային սրիվների ժամանակ մի հատ էլ հանգիստ, մի հատ խորը շունչ ես քաշում։ Հետո Գագիկ ջան, դու հիմա դիսոցացված ես, հələ շտապ մի հատ 3 հատ առարկած, ինչ ես տեսնում։ Ահա նկարը, հետո պատշգամբ, ուրեմն նա ինչ ես անում, կենտրոնանում ես այս ձողի ծերին, քեզ նայ որտե՞ղ է հարմար, որ դու ավելի հանգիստ քեզ զգաս։ Ստեղ Ուզես կամ գրկեմ քեզ, այս մեր խոսակցությունը դա կոնֆիդենցիալ է, դու ինձ կարաս դատի տաս, ես հանկարծ մի տեղ նստեմ, այս ամեն ինչը պատմում չի կարելի։ Բայց մի հատ անցած հաճախորդից մի հատ դեպք էլի ասեմ, ուրեմն այս աղջիկը բանը մերն ու հերը սաղոր տապճկով լղում սրան։ Դա հոգեբանական կարիքների արտահայտում է, հասկանում ես, քո ուղեղի բջիջները միաձուլվելով իրար, դառնում են մի հատ համակենտրոնացված ճամբար քո ուղեղի մի կիզակետում։ Դրա համար դու ունես food fetish։ Ես էլ ունեմ food fetish, շատ լրիվ նորմալ է, բոլորս ունենք ֆետիշներ։ Հələ տենան քո վրա էլ ինչ կարանք փորձարկենք, հələ մի հատ հասկանամ ես։ Փոքր ժամանակ փղին շղթայում են, ինքը ուզում է ազատվի, բայց չի կարում։ Այդ փիղը հետո մեծանում է, ուժեղանում է, այդ նույն թելով իրան կապում են, ինքը գիտի հոգեբանորեն, որ ինքը չի կարա ազատվի, բայց այդպես չի Գագիկ։ Փղին ոչ թե պահում է շղթան, այլ հիշողությունը, որոշ շղթայով է կապված, հա։ Всё, Գագիկ ջան, այսօրվա ժամը լրացավ, հաշվի համար ուղարկել եմ, չէ՞։ Всё, Գագիկ ջան, դե ինչ նոր հանդիպում։